Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր մայիսի 21։ Ճանապարհը, որը հայտնի է միայն Աստծուն։ Տիրովն է հաստատվում մարդիս գնացքը, և նա հավանում է նրա ճանապարհին։ Սաղմոս 37-23 խոսք։ Այս խոսքում գրված հաստատվում բառը եբրայերեն նշանակում է կանխորոշված, նախապես գծված։ Աստված մեր ճանապարհը չի նախագծում մեկ օր, մեկ շաբաթ կամ մեկ տարի առաջ։ Ոչ, նա ունի ամբողջական կյանքի ծրագիր յուրաքանչյուր հավատացյալի համար, ծրագիր, որը սկսվում է մեր փրկության պահից։ Ինչ է այս նախապես գծված ուղին։ Տեր Հիսուսը շատ պարզ պատասխանում է. Ես եմ ճանապարհը։ Հովհաննես 14:6 խոսք։ Քրիստոսն ինքը փառքի և հավիտենական կյանքի ճանապարհն է։ Նա մեզ տանում է դեպի մեր վերջնական նպատակակետը, դեպի երկինք։ Եբրայեցիներին ուղղված նամակը մեզ ասում է, որ Տեր Հիսուսը շատ որդիներ է տանում փառքի։ Եբրայեցիս 2:10 խոսք։ Մենք չենք կարող իմանալ, թե Տեր Հիսուսը մեզ կոնկրետ ինչ ճանապարհով կտանի կամ ինչպիսին կլինի մեր ճանապարհորդության մնացած մասերը։ Այս ճանապարհը միայն Աստծուն է հայտնի։ Օրինակ վերցրեք իմ սեփական կյանքը։ Ես փառքի ճանապարհին եմ ավելին քան 70 տարի։ Այս ճանապարհին Աստված ինձ մի քանի նպատակներ, մի քանի երազանքներ ու տեսլականներ տվեց, որոնց ուղղությամբ ես աշխատում էի, բայց Տերը երբեք ինձ ամբողջ ճանապարհը ցույց չտվեց։ Իրականում, նույնիսկ այսքան տարիներից հետո, ես վստահ չեմ, թե վաղը այս ճանապարհը ինձ ուր կտանի։ Երբ Հակոբն արդեն ծեր էր, նա նկարագրեց իր ճանապարհորդությունը փարավոնի մոտ։ Իմ պանդխտության տարիների օրերը 130 տարի են։ Իմ կյանքի տարիների օրերը քիչ և ցավով եղան։ Ծննդոց 47:9 խոսք։ Այստեղ ցավ բառը եբրայերեն նշանակում է աղետներ, դժբախտություններ, տխրություններ, խնդիրներ, դժվարություններ։ Հակոբի մեջ տեսնում եմ ինքս ինձ։ Ես չէի ցանկանա վերապրել իմ սեփական ուխտագնացության որոշ շրջաններ։ Իհարկե, ես երկրպագում եմ Աստծուն բոլոր օրհնությունների համար և շնորհակալ եմ այն հավատքի համար, որը նա շնորհել է ինձ։ Իհարկե, ես կցանկանայի իմանալ, թե ինչպես է այս ամենը ավարտվելու, բայց Աստված այդպես չի գործում։ Յուրաքանչյուր հավատացյալի ճանապարհը դա հավատքի ճանապարհ է։